Սիրելիներ, այսօրվա խոսքս վերնագրել եմ հետևյալ կերպ. Քայլիր հավատքով։ Իրական քրիստոնյաների կյանքում, սիրելիներ, իրենց կյանքը կոչվում է նաև հավատքի կյանք։ Հավատքով են ապրում յուրաքանչյուր քրիստոնյա, հավատալով Տիրոջ խոսքին։ Հավատքը այն շարժիչ ուժն է, որ մեզ մղում է առաջ, որ մեզ մղում է գործելու, հավատալով կենդանի ու միակ Աստծո խոսքին։ Աբրահամը իր հայրական տնից դուրս եկավ, հավատալով, որ հավատքի միջոցով դուրս եկավ։ Աբրահամ իր որդուն զոհ մատուցեց Աստծուն հավատալով, որ Աստված մեռելներից էլ հարություն կտա նրան։ Եվ Աբրահամ հավատում էր, որ Տերը Իսահակից իրենց սերունդ է տալու եւ իր սերունդը շատանալու է Իսահակով։ Սիրելիներ, երբեմն մեր շուրջ ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, երբ կենտրոնանում ես զգացածիդ, հասկացողությանդ վրա, ապա պիտի շարժվես քո դատողություններով, քո շահերից ելնելով, սակայն Տիրոջ խոսքը մեզ այլ կերպ է սովորեցնում։ Տիրոջ խոսքը մեզ սովորեցնում է ամեն իրավիճակների մեջ նայել Տիրոջ խոսքին, նայել թե Տիրոջ խոսքը մեզ որ կողմ է ուղղորդում։ Սիրելիներ, կուզեի մի համար կարդալ 2 Կորինթացիների 5:7-ը, ասվում է. հավատքով ենք շարժվում, այլ ոչ թե երևույթով։ Երևույթները, ստեղծված իրավիճակները չէ, որ մեզ պետք է վախեցնեն, սիրելիներ։ Մեր Տեր Աստված կանգնած է իր յուրաքանչյուր խոսքի հետևում, միայն թե մենք համբերենք, միայն թե մենք սպասենք, միայն թե հավատքով վերցնենք այն ամենը, ինչ Տերը պատրաստել է մեզ համար ու տալու է մեզ։ Տեր Հիսուսը իր երկրային կյանքի ընթացքում բազմաթիվ հիվանդների բժշկեց հենց իրենց հավատքի միջոցով։ Սիրելիներ, նրանցից շատերը չնայեցին, թե ինչ վիճակի մեջ են իրենք, ինչքան ծանր է իրենց վիճակը, թե ինչքան վատ են իրենք, թե ինչքան բարդացած է իրենց վիճակը, նրանք նայեցին կենդանի Աստծուն, խնդրեցին ու ստացան իրենց հավատքին համապատասխան։ Ինչ եք կարծում, սիրելիներ, հավատքով վերցնելը վերաբերվում է միայն բժշկությանը, իհարկե ոչ։ Մենք Տիրոջից հավատքի միջոցով կարող ենք վերցնել մեր բարդ իրավիճակներից դուրս գալու ելքը, միայն թե հավատանք, միայն թե սպասենք ու վստահենք Աստծուն։ Եթե մենք նրա կամքի մեջ ենք, եթե նրա կամքի ամենամատ խնդրում ենք, ապա մեզ համբերություն է պետք, հավատք է պետք ամեն մի խոսքին Տիրոջ, կստանանք այն ամենը, ինչ եւ Տիրոջ ողորմությունը իր ժամանակին հաստատ կգա։ Սիրելիներ, Տեր Հիսուս շատերին բժշկեց հետևյալ կերպ, նա ասաց. թող քո հավատքի պես քեզ լինի։ Ուստի մենք էլ մեր բարդ իրավիճակների մեջ, սիրելիներ, չպիտի վհատվենք, չպիտի հուսահատվենք, այլ պիտի հավատանք, որովհետև մի օր էլ Տերը, սիրելիներ, մեզ ասելու է. թող քո հավատքի պես քեզ լինի։ Նաև Տիրոջ խոսքում մի համար կուզեի կարդալ Թվոց 23:19, որտեղ ասվում է. Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա, միթե կասի ու չի անի, կամ կխոսի ու չի կատարի։ Ուստի, սիրելի քույրեր ու եղբայրներ, Աստված բազմաթիվ խոստումներ ունի մեզ համար, նաև տված պայմաններ։ Եթե մենք բավարարենք, եթե մենք պահենք այդ պայմանները, նրա խոսքը, ապա այդ բազմաթիվ խոստումների ժառանգորդները կլինենք եւ կգա մի օր, որ միասին կփառաբանենք մեր Տիրոջը ու գոհություն կհայտնենք այն բոլոր բարիքների համար, որ Տերը արել է մեզ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամեն։ Խնդրեմ կանգնենք աղոթքի։ Խնդրենք, որպեսզի մեր այս կյանքում ապրենք հավատքով, չնայենք երևույթներին, նայենք Տիրոջ խոսքին, ամուր բռնենք այդ խոսքը ու հետևենք ու գնանք այդ խոսքի հետևից։ Փառքեզ սիրելի Հայր, մեր ողորմած Աստված, մեր օրհնյալ Տեր, շնորհակալ ենք մեկտեղ հավաքվելու համար, այս հնարավորության համար։ Տեր, դու ասում ես, եթե մանանեխի հատի չափ հավատք ունենաք, մեծ բաներ կանեք։ Խնդրում ենք, Տեր, օգնիր, որպեսզի ունենանք այդ հավատքը, Տեր, զորացրա մեր մեջ այդ հավատքը, Տեր, քո խոսքի հանդեպ, քո հանդեպ,
տուր համբերություն սпасելու այն ամենին, ինչ որ ժամանակին տալու ես մեզ։ Միայն հետևենք քեզ, Տեր, քո խոսքերին, օրհնիր մեզանից յուրաքանչյուր քրոջս ու եղբորս, զորացրա, լեցրա հավատքով ու դու առաջնորդիր մեր կյանքի բոլոր օրերում, թող քո անունը փառավորվի, ամեն։